Ինչպես է պայմանավորվել էինք, արդեն հայտարարություն ամբողջությամբ պատրաստ էր, կար որոշակի խմբագրական աշխատանք, սրբագրումներ, այսօր ամբողջացրեցինք դա եւ պայմանավորվել ենք, որ վաղը ժամը 1:30-ին ազգային ժողովում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասին մամլոասուլիս կանցկացնենք, որի ընթացքում եւ հայտարարությունը կբաժանվի ձեզ եւ պատասխանենք ձեր հարցերին։ Ավելացնելու ոչինչ չունեմ, հարգելի բարեկամներ։ Պարոն այսինքն վաղն է 12 կետերը հրապարակ։ Վաղը կհրապարակ ենք, այո։ Այո։ 12 կետ, դրա անունը չդրենք 12 կետ, դա հայտարարություն է, որտեղ եւ կան քաղաքական շեշտադրումներ եւ տնտեսական շեշտադրումներ իր նախաբանով եւ ամեն կհրապարակենք։ Պարոն Հակոբյան, իսկ կառավարությանը պաշտոնապես դա ուղղագրելու է, թե հրապարակումը կընկալվի իբրև քարակի պահանջ։ Վերջնականապես չենք պայմանավորվել, բայց դրա անվանական է, որ դա որպես պահանջ պետք է իշխանություններին փոխանցվի։ Հիմա դա ինչպես կփոխանցվի, ինչ կարգավիճակով, միասին քննարկենք։ Այսինքն անակնկալ է սպասվում վաղը իշխանության։ Ես չգիտեմ, մեր իշխանություններին որևէ անակնկալ հնարավոր է մատուցել, թե ոչ, բայց այն, որ տրամաբանական շարունակությունը այն պետք է լինի, որ այս հայտարարությունը փոխանցվի իշխանություններին, դա մենք կազմակերպենք։ Պարոն Հակոբյան, հնարավոր է սրանից հետո։ Գիտեք, մենք պայմանավորվեցինք, որ ասուլիսների դահլիճը 334-ն է, չէ՞։ Ուղղակի մի տեխնիկական հարց կա, պետք է ղեկավարությանը ճշտել, որ ազատ լինի այդ սենյակը, որպեսզի մեկ անց կես։ Իսկ դրանից հետո հնարավոր է, որ մինչև անշուներ հանդիպումներ չունենաք, այդ ժամանակը տակ, որ իշխանությունները ձեր կետրը կամ իրականացնեն կամ ոչ։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքական կյանքը ավարտվում է այս 12 կետերով։ Իհարկե, հարցեր կան, որոնք ընդգրկված չեն հայտարարության մեջ, եւ բնականաբար ես ենթադրում եմ, որ էլի հանդիպումներ կունենանք, որտեղ քաղաքական կյանք շարունակվում։ Այդ թեմաներից մենք արդեն գրեթե պատրաստ է նաև խորհրդարանական ընդդիմության մասին օրենքը, որը երևի թե գործընկերներով կնայենք կարող է դառնալ միասնական, ասենք 4 քաղաքական ուժերի համաձայնեցված նախագիծ, որը բնականաբար կներկայացնենք ակտիվորեն։ Պարոն Հակոբյան, եթե պահանջները չկատարվեն, ինչ է անելու քարյակը։ Ես ասել եմ, եթե հարցը սկսվում է, պատասխան մի ակնկալ է։ Իսկ այն պահանջները, որ մենք վաղը ցանկանանք, երբ որ պահանջները ժամկետն է նաև արձանագրված, կավարտվի ժամկետը, այդ ժամանակ մենք արդեն ասենք մեր հետագա գործողությունները ինչպիսին են։ Հարցը այսպես ձևակերպենք, իշխանությունները չեն կատարում պահանջները, ինչ է կանում։ Առայժմ մենք դիտում ենք, որ այս պահանջները այն պահանջներն են, որ կարող են կատարել, մանավանդ որ հայտարարվել է, որ իրենք պատրաստ են համագործակցել հասարակության քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ։ Մենք կարծում ենք, որ սրանք այն պահանջներն են, որոնք տեսնում ենք, որ կարելի է կատարել։ Եվ չենք ուզում նեգատիվով նայել, որ չեն կատարի, դրա համար միանգամից ասենք ինչ են կատարել։ Կատարելով իշխանությունները կթուլացնեն իրենց։ Դա գնահատականի հարց է, բայց մեր խնդիրը ոչ թե իշխանության թուլացնելն է, ընդդիմության ուժեղացնելը կամ չգիտեմ ինչ անելը։ Մենք դիտում ենք, որ իսկապես պետությունը բավականին լուրջ ծանր վիճակում է, եւ այն հայտարարությունն, այն շեշտադրումները, որ մենք անում ենք, մենք գտնում ենք, որ դա օգուտ կբերի պետությանը, ժողովրդին, դիմությանը, ընդդիմությանը եւ ամբողջ քաղաքացիական հասարակությանը։ Դուք քիչ առաջ ասացիք, որ այս իշխանություններին անակնկալի բերել հնարավոր չի։ Ես ուզում ասել, ո՞րն է իշխանության շահը կատարելու համար ձեր պահանջները։ Մենք իշխանության շահը չենք դիտում, որ այս մեր հայտարարությամբ պետք է բավարարվի կամ ոչ։ Այն պահանջները, որ ներկայացրել ենք, վերաբերում է պետությանը եւ ամբողջ հասարակությանը։ Եվ եթե այդ պահանջները կատարվեն, մենք դիտում ենք, որ հասարակությունը պետությունը դրանից կշահի։ Դուք տպավորություն ունեք, որ իշխանության հետաքրքիր է պետությունը։ Նատ նորից կերպում։ Դուք տպավորություն ունեք, որ իշխանության հետաքրքիր է պետությունը։ Հիմա մենք մեր գնահատականը տվել ենք այս իշխանության։ Ցավոք սրտի իշխանության քաղաքականությունն է, որ այսօր մեզ կազմել այս փաստի առաջ եւ դրա արդյունքում է, որ մենք այս հայտարարությունը ընդունում ենք։ Հիմա եթե ձևակերպում տանք ինչպիսին է իշխանությունը, բնականաբար եթե մեր գնահատականները այս փաստաթղթում այն մասին, որ իշխանությունը առայժմ չի կարողանում պաշտպանել պետության եւ հասարակության շահերը։ Մենք այս հայտարարությամբ փորձում ենք, չեմ ասում ամբողջությամբ պետության վիճակը փոխվի, փորձում ենք արդյունություն ստեղծել, որտեղ կարող է իսկապես պետության մեջ վիճակ փոխվել եւ դառնա ինչ-որ բանի սկիզբ, որպեսզի պետության մեջ արմատական փոխություններ իրականացվեն։